Նախ ուզեմ իմ հատուկ ուրախությունս և շնորհակալությունս հայտնել, որ կգտնվիմ Հայաստանի այս գեղեցիկ հյուպատոսարանեն մեզ։ Հյուպատոսարանը և իմ սովորական իմաստով ներկայությունը չէ, այլ կոչված է այդ երկրին առաքելությունը շարունակել, դիվանագիտական հարաբերությունները պահել, մշակութային, ազգային արժեքները տարածել, քաղաքական կեցվածքները բացատրել, այլ խոսքով հարին ամբողջական իմաստով այդ երկիրը ներկայացնել երկրենթուր։ Այս բոլորեն անտին Հայաստանը մեզի համար ուրիշ բան է։ Հայաստանը մեզի համար անցյալ է, Հայաստանը մեզի համար տագնապ է, Հայաստանը մեզի համար մեր երազներու, մեր իդեալներու արտահայտությունն է, Հայաստանը մեզի համար մեր ներկան է ու մանավանդ մեր բանաստեղծին բարերով, բարդահեղեղ արշալույսը։ Այս բոլորն է, կարելի չէ Հայաստանը բացատրել սովորական իմաստով։ Երբ Հայաստանը անցյալին մեր երազին պատկերով չէր, մենք պայքարեցանք, երազեցինք, տագնապեցանք և ուզեցինք Հայաստանը մեր երազին պատկերով տեսնել։ Եվ այսօր 1000 փառքաստուծով ունենք ազատ անկախ Հայաստան։ Ինչպես Հայաստանի մեջ ըսի, և միշտ պիտի ասեմ, Հայաստանի մեջ Հայաստանին դուրս, չի փավեր միայն անկախությունը ունենալ, այլ պետք է անկախությունը պահել, ամրացնել, պետական կառույցները ամրապնդել գիտնանք ու Հայաստանը առաջնորդել դեպի առավել հզորացում։ Մարդկային կյանքի մեջ ինքնաբավությունը լավ բան չէ։ Այնպես էլ մենք չենք բավարարված ներկա Հայաստանով։ Ներկա Հայաստանը պատմական Հայաստանի մեկ մասն է միայն։ Մենք ամբողջական Հայաստանի երազը ունենք մեր դիմաց։ Մենք կորսունցուցած ենք Արևմտյան Հայաստանը, մենք կորսունցած ենք Կիլիկյան, մենք ազգային պահանջատիրություն ունենք։ Այո, ներկա Հայաստանը պետք է զորացնել, խնդիր այն Հայաստանին, որ յուրաքանչյուր հայուն և ամբողջ հայության երազն է, տագնապն է և ցկտումն է։ Հայաստանի մեջ մենք ողջունեցինք 20 տարիներու իրագործումը։ Կարճ ժամանակահատված մնե 20 տարիները մարդումը, ընկերությամը, կյանքի մեջ ուր մնաց Հայաստանի հարաբերությամը կյանքի մեջ։ Այս 20 տարիներու ընթացքին ճիշտ է, վերիվայրումներ դեղի ունեցան, նահանջներ եղան, դժվարություններ եղան, տագնապներ ունեցանք, սակայն նաև հառաչխաղաց եղավ։ Ես խոր ապրումը ունեցա և մեծ հպարտությամբ դիտեցի, երբ Հայաստանի Երևանի փողոցներում վրա գքալեր հայկական բանակը։ Հայկական բանակը խորհրդանիշ է մեր ժողովրդի մարդունակության, մեր ժողովրդի հավաքական հավատքին, մեր ժողովրդի հույսին ու տեսիլքին։ Սակայն ըսի, նաև մենք պետք է տեսնենք Հայաստանի ոչ միայն լույս կողմերը, այն նաև մութ կողմերը և որպես հայություն, Հայաստան թե սպյուրք, պետք է նել այնպես, որ մեր հայրենիքը ավելիով հզորանա,
մեր ազգը ավելիով հզորանա Հայաստանի թե ըսպյուրքի մեջ։ On նաև ըսինք, ինչպես բարոն նախագահ ըսավ, ըսպյուրքը ու Ղարաբաղը Հայաստանի շարունակությունն է։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիքի շուրջ համախմբված, մեկ պատմություն, մեկ մշակույթ, մեկ անցյալ, մեկ ներկա, մեկ ապագա ունեցող, այդ մեկ ամբողջության եւ ամբողջականության գիտակցությունը պետք է արմատներ նետել մեր ժողովրդի կյանքեն ներս, որքան Հայաստանը հզոր է, այնքան ըսպյուրքը հզոր պիտի ըլլա եւ նույնպես Ղարաբաղը, եւ որքան ըսպյուրքը հզորանա, այնքան էլ Հայաստանը ու Ղարաբաղը պիտի հզորանա։ Այս գիտակցությունը պետք է մեր մտածումներուն, մեր գործերուն, մեր կյանքին մղիչ ուժը ալա։ Քիչ առաջ հաճախ գործածվեցավ այս հյուպատոսարանին տուն հարը։ Ես կողջունեմ այս բացատրությունը։ Հայաստանը մեր տունն է, Հեսպանատունը մեր տունն է, ինչ կնշանակի տուն։ Տուն կնշանակի, որ մենք ընտանիք ենք, և բոլորս մեկ ընտանիքի մաս կկազմենք։ Այս ընտանիքի զավակներն ենք, ուր որ ըլլանք, մեր տունն է Հայաստանը, մեր տունն է Հեսպանատունը, մեր տունն է եկեղեցին, մեր տունն է մշակույթը, ասում հավերժական արժեքներ են, անձերը գուքան ու գերթան, արժեքները մնայուն են, արժեքները գճարակայթ են, և մենք արժեքներում պիտի կարչինք։ Տուն է Հեսպանատունը, տուն է Հայաստանը, ընտանիք է, և մենք այդ տան հարազատ զավակներն ենք, կրնանք տեսակետներու դարբերություն ունենալ և պետք է ունենալ, տեսակետներու դարբերությունը կհարստացնե ընկերությամբ կառույցի կյանքը, սակայն այս տան հարազատ զավակները պիտի ըլլանք, տունն ալ կնշանակի նաև պաշտպանվել։ Այս տունը մեզ պաշտպանեց պատմության փոթորիկներուն դիմաց։ Հայաստան տունը, եկեղեցի տունը, մշակույթ տունը, այս տուները մեզ պաշտպանեցին պատմության փոթորիկներուն, հովերուն դիմաց, ամեն տեղը մեր ազգը զարնվեցավ, հովերուն դիմաց եղավ, փոթորիկներուն մեջ են քալեց, սակայն այս տուները մեզ պաշտպանեցին։ Եվ այս տուները մենք պաշտպանեցինք, Հայաստանը մենք պաշտպանեցինք, մեր մշակույթը մենք պաշտպանեցինք, մեր եկեղեցի, մեր մշակույթը մենք պաշտպանեցինք, նույնիսկ արյան քնով։ Հավասիկ այս տան հասկացողությունը պետք է առաջնորդող մղիչ ուժը ըլլա մեր բոլորին Հայաստանի մեջ, Ղարաբաղի մեջ և ըսպյուրքի մեջ։ Մեծի տանն գիլիգյո կաթողիկոսությունը այս գիտակցությամբ, այս անձնարությամբ գործած է և պիտի շարունակ է գործել։ Ամեն տեղ և մեր ճամփան հստակ է, մեր ուղղությունը հստակ է, մեր նպատակը հստակ է, մենք պիտի գործենք այս գիտակցությամբ, մեզի համար մեր հերակույն ու ընդհանրական արժեքները պիտի դառնան մեր կյանքին ամեն բանը վերը։ Մենք որպես կաթոլիկոսական աթոռ, մեր կառույցներով, մեր բոլոր ժողովական թե հոգևոր միապաններով, ժողովական կարգերով պիտի գործենք այս հանձնարարությամբ, հզորացնելով Հայաստանը, Ղարաբաղը և ըսպյուրքը։ Հետևաբար, սիրելի բարոն Հյուպատոս,
Ես այս մտածումներով ողջունեմ ձեզ։ Ես հերու գուզեմ մնալ ըսկացական, ռոմանտիկ արտահայտությունները։ Ես կհավատամ փորձին։ Փորձն է անմա լավ իմացեք, որ ապրում է արետար։ Մենք կհավատանք փորձին եւ այս գիտակցությամբ մենք պիտի շարունակենք փորձել։ Այստեղ մեր թեմի զավակները ես վստահ եմ ամբողջությամբ թիգուն կգտնեն ցեզի այս տան։ Այս տունը բոլոր հայերուն տունն է, ինչպես Հայաստանը բոլոր հայերուն տունն է, բարտավորություններով նախ, ապա իրավունքներով գարչած ենք մեր տան։ Այդ տունը հոս Հայաստանի մեջ, Ղարաբաղի մեջ կամ այլուր, մենք պիտի պաշտպանենք ոչ միայն նյութական աջակցությամբ, դրամը կարևոր է, սակայն ամեն բան կարելի չէ դրամով անել, հավատքը, ոգին, տեսիլքը, տագնապը պետք է ունենանք մենք եւ մեր ազգաշինության ու հայրենաշինության մեջ մենք պիտի խառնենք մեր հավատքը, մեր ոգին, մեր տեսիլքը։ Հետևաբար իմ սպասումս է, որ այս հյուպատոսարանը ավելիով ծաղկի, ոչ որպես միայն արտաքին շենք, այլ իր հարաբերություններով ծաղկի եւ մեր ժողովրդի զավակները շրջապատեն այս հյուպատոսարանը, որպեսզի նման հյուպատոսարաններուն, հեսպանադուներուն ջամփով մեր հայրենիքը ավելի ծաղկի եւ ըսպյուրքը ավելի հզորանա ի խնդիր մեր ժողովրդի պահանջադիրության, մեր ժողովրդի արդար իրավունքներուն, ինչպես գիտեք, Հայաստանի նախագահին որոշումով 100-ամյակի հանձնախումբը կոյացած է։ Մենք ցեղասպանությունը պիտի նշենք, ոչ թե միայն ինչպես Հայաստանի մեջսի մոմ վարելով, ծաղկեպը սաքսը դեղելով, մենք պահանջադեր ժողովուրդ ենք։ Թուրքը 1.5 միլիոն հայ սպանեց, չարթեց։ Պատմությունը հստակ է։ Մենք չենք կրնար այս բոլորին դիմաց լուր մնալ, 100 տարին անցավ, թող 1000 տարին ևս անցնի։ Մենք կմնանք պահանջադեր, մենք արդարություն կպահանջենք ցեղասպան Թուրքիան եւ ահավասիկ 100-ամյակին մեր ազգը որպես մեկ ցայն, մեկ ամբողջություն, մեկ կեցված Երևանեն, Ջիջերնագապերտեն, Էջմիածինեն, Անտիլիասեն, Լոս Անջելեսեն, ամեն դեղեն հավաքական մեկ կեցված պիտի ունենա, աշխարհին հիշեցնելով, որ մեր ժողովրդին իրավունքները դակավին կմնան անիրավված եւ մենք հավատարիմ ենք մեր ազգին, մեր նահատակներու արդար գդագին։ Ահա ինչու ովաբեդական այս այցելության ընթացքին, ինչպես Հայաստանի մեջ, ես հատուկ կարևորությամբ կուզեմ հիշեցնել մեր ժողովրդի զավակներուն, որ մենք միայն պիտի չհիշենք, միայն մեր նահատակները պիտի չհիշենք, այլ աշխարհին պիտի հիշեցնենք, թե մենք տակավին կմնանք անիրավված եւ մենք պիտի պայքարենք արդարության ի խնդիր եւ այսօր այդ պայքարին հարաճաբա զինվորը Հայաստանի Հանրապետությունն է, Ղարաբաղն է, հայրենի մեր ժողովուրդն է, ըսպյուրքի մեր ժողովուրդն է, մեր եկեղեցիներն են, բոլորս միասնապար, ահավասիկ այս ազգային միասնականության ոգիով անգամ ևս ողջունեմ ձեր բոլորը եւ իմ հատուկ շնորհակալությունս կայտնեմ բարոն Հյուպատոսին այս գեղեցիկ հանդիպման եւ հյուրասիրության համար։